Հայաստանում, որ աղջիկներին ամոթ հանքատրվում, կարճ հագնելու, ինչ-որ դեյթի գնալու, բռնար ամուսնուց բաժանվելու համար, այդ սերիան ինչ-որ մի կերպ ծանոթացել էինք, հիմա պարզվում է նաև, որ աղջիկներն ամոթ հանքատրվում նորմալ ֆիզիոլոգիական երևույթների մասին խոսելու համար։ Խոսքը դաշտանային ցիկլի մասին է։ Այս բառը ուղակի լսելուց ես չեմ հասկանում, ինչի շատ մարդիկ սենց հայտնվում են տագնապից, հայտնոտի մեջ, դա համարվում է ամոթալի, համարվում է զզվելի, դրա մասին չի կարելի բարձրաձայն խոսել։ Ամեն տեսակ տարօրինակ անվանում մտածել ենք դրա համար, ինչ որ մեկ ասում է մեջք սա բացվե, մորքուրնա Կրասնոդարից եկե, օրերը սա, ինչ հնարավոր է, բացի ուղիղ անունը ասելուց, որ այսօր ինձ մի քիչ լավ չեմ զգում, դաշտանային ցիկլը սա սկսվել։ Յուրաքանչյուր ամիս կնոջ օրգանիզմը պատրաստվում է հնարավոր հղիության։ Ձվարաններում տեղի ունենում ձվաբջջի ձևավորումը եւ ձվազատումը, եւ այդ ընթացքում նաեւ մեր արգանդի լորձաթաղանթը հաստանում է եւ պատրաստվում է հնարավոր հղիությանը։ Եթե ձվաբջջի բեղմնավորում տեղի չի ունենում, այս արգանդի լորձաթաղանթի հաստացած պատերը արդեն շերտազատվում են եւ դուրս գալիս արյան տեսքով։ Սա աշխարհի ամենանորմալ ամենաֆիզիոլոգիական պրոցեսն է։ Մեծ մասիս համար դա շատ ցավոտ, ամեն քրտնում ենք, ցավերից տանջվում ենք, ցավազրկողներ ենք, հոմ տենց գնում ենք աշխատանքի դասի եւ դա դեռևս դեռահաս տարիքից, երբ մենք երեխա ենք։ Ու մի հատ էլ դրա համար պարզվում է, որ մենք պետքա ամաչենք, պետքա ինչ-որ յուրահատուկ թաքնված անուններ մտածենք, ասենք, հանկարծ տղաների մոտ իրավունք չունես, որ մարդիկ վախենում են իրանց ամուսնուն ասեն, ինչ-որ էքստրեմիստ սիտուացիաներ օրինակ, որ ամուսինը իրանց համար անհրաժեշտ հիգիենայի պարագաներ գնի, որովհետեւ դե տղամարդուն մարդ տենց բան կասի, ինչ է տղամարդուն արագիլն է բերել, թե տղամարդու մաման փոշոտմամբ է բազմացել։ Դաշտան բառը լսելուց պետք չի ուշագնաց լինել, դա հայոյանք չի, դա զզվելի չի, դա նորմալ ֆիզիոլոգիական երևույթ է։